Իսրայել-Համաս պատերազմում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում, Ֆակտոր TV-ն կապ է հաստատել Արտյոմ Չեռնոմորյանի հետ, որը բնակվում է Իսրայելում եւ ղեկավարում է Իսրայելահայեր թերթը, ողջույն պարոն Չեռնոմորյան։ Բարև ձեզ։ Պաշտպանության բանակը Իսրայելի հայտարարեց, որ արդեն իսկ գործում է Գազայի տարածքում, մասնավորապես մենք տեսանք նույնիսկ լուսանկարներ Գազա քաղաքում Համասի ղեկավարած խորհրդարանում, կառավարության շենքում իսրայելցի զինվորականների, ինչպես նաև Պաշտպանության բանակը հայտարարեց, որ շարունակվում է նպատակային կերպով գործել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում, ինչ է տեղի ունենում ներկապային։ Իսրայելի Գիվատի ջոկատը կարողացել է մտնել Գազայի գոտու խորհրդարան, այսինքն Համասի խորհրդարան, գրավել են պետական բոլոր այդ շինությունները, շենքերը, շինությունները եւ սկսել են արդեն հիվանդանոցների շրջափակման եւ մաքրման աշխատանքները եւ հետաքրքիրն այն է, որ ասենք հիվանդանոցներից մեկում, որ մանկական 20 մետր խորության վրա հայտնաբերել էին ստորգետնյա ուրեմն թաքստոց, որտեղից հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք, այսինքն Համասը հիվանդանոցները, մանկապարտեզները, դպրոցները օգտագործում է որպես հրթիռների եւ զենքերի պահեստ։ Իսկ ինչքանով է ճշգրիտ այն տեղեկությունները, որ Համասի առաջնորդները հենց թաքնվում են հիվանդանոցների բունկերներում։ Համասի իսկական առաջնորդները գտնվում են Գազայի գոտուց դուրս, նրանք ապրում են Կատարում, 5 աստղանի հյուրանոցներում, նրանք շատ հարուստ մարդիկ են, իսկ ասենք տեղում իրենց ջոկատների հրամանատարները, այո, ապրում են բունկերներում, դուրս չեն գալիս Գազայի գոտու այդ փողոցներում ան գալիս, որովհետև գիտեն, որ Իսրայելը նրանց իսկական այսպես որս է սկսել։ Շատ լավ է, ինչպես արդեն նշեցի, Իսրայելի պաշտպանության բանակը խոսում էր Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում գործողությունների մասին եւ հայտարարվում է, որ գործողությունները ընթանում են սահմանված համալիրում, որի համար կա Համասի ահաբեկչական գործունեության մասին հետախուզական տեղեկատվություն եւ արդեն Իսրայելի ուժերը այնտեղ պայթուցիկների ահաբեկիչների ջոկատների են հանդիպել եւ փաստորեն ոչնչացրել են Համասի ահաբեկիչներին։ Ինչու այս հիվանդանոցը նաև միջազգային լրատվամիջոցները հաճախ այնպես են ներկայացնում, որ փաստորեն թիրախավորվում է քաղաքացիական օբյեկտ։ Խնդիրն այն է, որ Համասը արդեն տարիներ շարունակ օգտագործում է բոլոր քաղաքացիական օբյեկտները իր հարձակումները իրականացնելու համար։ Այս մարդիկ ասենք չեն կնում բաց տարածք, այնտեղ հիմնում իրենց ռազմական բազան եւ այդտեղից ռազմական հենակետից ասենք հարվածներ հասցնում Իսրայելի թեկուզ խաղաղ բնակչության վրա։ Այս մարդիկ օգտագործում են դպրոցական շինությունները, օգտագործում են մանկապարտեզները, օգտագործում են նույնիսկ ՄԱԿ-ի շենքը։ Այսինքն չեմ զարմանա, եթե ՄԱԿ-ի շենքի տակ լինի, ասենք մեծ քանակությամբ հրթիռներ հայտնաբերվեն։ Եվ եթե Իսրայելը ասենք հարված հասցնի կոնկրետ մեկ մանկապարտեզի կամ մեկ հիվանդանոցի, ոնց որ այս վերջին հիվանդանոցներ, որ քանակությամբ ռազմական մթերք էին գտել, ասենք տանկեր խոցելու հրթիռներ, հակատանկային հրթիռներ, RPG եւ այդ ամբողջ պաշարը, որ գտնել են հենց մանկական հիվանդանոցի տակ, սա արդեն խոսում փաստ է։ Գազայի որ հատված է, ինչքան հատվածն է արդեն վերցվել Իսրայելի զինծառայողների կողմից։ Ամբողջությամբ քաղաքը շրջապատված է եւ հիմա հենց քաղաքի կենտրոնում են բոլոր այն օբյեկտները, որտեղից տեղի ունենում Իսրայելի կենտրոնի եւ հարավային շրջանների հրթիռահարությունները, այդտեղ իսրայելյան բանակը իրականացնում է մաքրման աշխատանքներ։ Մարդիկ դուրս են եկել ամբողջությամբ։ Չեմ կարծում, որ ամբողջությամբ դուրս են եկել, բայց մեծ մասը դուրս է եկել դեպի հարավ է տեղափոխվել։ Այ հետաքրքիր է,
Նաև թունելային ցանցի մասին է շատ հետաքրքիր տեղեկություններ գալիս, այդ թունելները հաստատորեն ապահովում են տեղաշարժեր, հա, քաղաքի տարբեր հատվածներում, նաև պահեստաններ են օգտագործում, դրանք ինչպիսի, այսպես ընթացք են ապահովել այս ռազմական գործողությունների ժամանակ, Համասը ոնց է դրանք օգտագործել։ Երբ որ Իսրայելը միակողմանի դուրս եկավ Գազայի գոտուց եւ թողեց, որպեսզի Ֆաթխը կառավարի Գազան, դրանից հետո մեկ գիշերվա ընթացքում Համասը նույնիսկ սպանեց Ֆաթխի իր գործընկերներին եւ տիրացավ այս տարածքին, հայտարարեց այնտեղ պետություն ստեղծելու մասին, կառավարություն ստեղծելու մասին։ Իհարկե ահաբեկչական պետությունը ինչ տես պետք է ունենա, բոլորիս համար ակնհայտ է։ Եվ սրանից հետո նրանք անցան արդեն այդ թունելային պայքարին, այսինքն նույնիսկ խոսում են որոշ փորձագետներ, որ նույնիսկ 450 կիլոմետր Գազայի տարածքում թունելներ են փորված մինչև Եգիպտոսի սահման, նույնիսկ Եգիպտոսի սահմաններում ունեն իրենք հատուկ այսպես դռներ, որոնց միջոցով դուրս են գալիս ուղիղ Եգիպտոս եւ դրանով ապահովում են կապը իրենց անխափան սննդամթերքի եւ իրենց ռազմական մարտակառավարների համար այս բունկերներում նրանք կարողացել են կուտակել զգալի քանակությամբ հրթիռներ, սրանով է պայմանավորված, որ այսօր 39-րդ օրն է պատերազմի, տեղի են ունեն հրթիռահարումներ, երկրի հարավի 3 երեկոյան մեր գործընկերներից մեկին հարցազրույց էի տալիս եւ այդ ժամանակ նորից հրթիռահարվում էր ողջ կենտրոնական քաղաքները։ Այսինքն Համասը, ես ուզում եմ պատկերացնել ինչպիսի վնասներ է կրել, որ կարողանում է կամ ինչպիսի վնասներ չի կրել, որ կարողանում է նաև Իսրայելի տարածքը շարունակել հրթիռակոծել։ Այո, փաստորեն շարունակում են եւ մեծ քանակությամբ հրթիռներ որ մինչև նորմալ կարող են այդ այսինքն Իսրայելի հնարավորությունը լարվածության չնայած որ Իսրայելի հաջողությամբ մաքրել եւ կարելի է որ հրթիռների ճիշտ պատահականությունը նվազել է եւ հարկված հրթիռների նվազել եթե նախկինում ասենք մեկ համազանքով կարող է մինչև 200 հրթիռ երկրի կենտրոն հիմա ասենք հրթիռների քանակը քիչ է որ ուղարկում է ասենք հրթիռ են երկրի կենտրոնի վերածել է հրթիռների դրամաշապ երեք օրինակ երկրի ժամանակ վիրավորության շատ պետք է նաև մաքրիչ երբ որ երկարացակը աշխատում է օդում խոցում է հրթիռը եւ այդ պայթյունից առաջ պայթված հրթիռները եւ երկարացակի բեթի եւ համազգ վարկած հրթիռը ընկնում են ասենք թափում են մաքրիչ փողոցներում եւ մեքենաները Ինչ կարող եք ասել Միացյալ Նահանգների դիրքավորման մասին այս պատերազմում վերջերս մենք տեղեկացանք, որ նրանք հարձակվողական մեծականակ ուժեր տեղակայեցին Իրանի եւ Հեզբոլայի շուրջ եւ վերլուծաբանը պնդում է, որ այդպիսով Միացյալ Նահանգները փորձ անում այս երկու ուժերին հետ պահել Իսրայելի դեմ ռազմական հարձակումներից եւ նոր ճակատներ բացելուց, ասենք Լիբիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, ինչպես դիրքավորվեց Միացյալ Նահանգները այս պատերազմում պատահաբար Համասին զենք չի վաճառել։ Ոչ, պատահաբար Համասին վաճառել հենց պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեցին Իսրայելը անմիջական աջակցություն օգնություն եւ ֆինանսական եւ ռազմական մի քանի ներկայացնում ամսական 123 ինքնաթիռ վայրեջ կատարել եւ ասենք 7 նավ զենք բերել Իսրայել ընդհանուր առմամբ ավելի 1000 տոննա զինամթերք են ստացել ոչ են խոսում Իսրայելի եղած ամերիկական զենքերի մասին որոնք համասան փակ է եղել համար օգտագործում Ամերիկայի Միացյալ Նահանգները լուծում է տալիս ասենք
եթե կանհրաժեշտ օգտագործել զինամթեր եւ թույլատրում են հաստատել զինամթերքի օգտագործումը հասկացա։ Այո, կարող են օգտագործել, չնայած այս զենքի բայսները մասամբ դատարկ կան պատերազմի, որ Ամերիկան այստեղ զինամթեր փոխարինում այնա, սակայն որքան տեղեկացրեցինք, այս բայսները համադրվել են եւ Իսրայելը կառավարությունը այս պահեստներից եւս օգտվելու եւ Ամերիկան հստակ այն երկրները փորձեն Իսրայելի նկատմամբ օգնություն իրականացնել, հանդիպեն Ամերիկայի միջազգային հարվածի, տեսեք հենց Եմեն այս ահաբեկչության եւս մեկ կազմակերպ հարվածները կամ Իսրայելի հարվածները կան ծովիմով եւ սրանք նաեւ Ամերիկայի ռազմածովային գիտեք որ Ամերիկան մեծ ավիակիրներում Իսրայելի ավիա իսկ ավիակիր նշանակում է ոչ միայն ավիակիրներ Սուզանավեր եւ այն ամբողջ համակարգը հետ բերում է այս Ինձ հետաքրքիր է ինչպիսի ծրագիր ունի Իսրայելը Գազայի ճակատագրի վերաբերյալ, արդյոք պատրաստվում է ամբողջությամբ այսպես Համասից ազատելուց հետո նաև քաղաքական եւ ռազմական վերահսկողության տակ պահել այդ շրջանը եւ օրինակ բնակչության վերադարձ հնարավոր կարող է լինել, կթույլատրվի, թե չի թույլատրվի, ինչպիսին է ընդհանրապես հայացքը այդ ռեգիոնի նկատմամբ Նախ պետք է փաստել, որ Եգիպտոսը եւ օգտագործություն ունեն Գազայի գործողություններին ընդունելու, որովհետեւ նրանք ունեն շահագործություն, հիշենք Եգիպտոսի մուսուլման եղբայրներ, Համասի ներկայացուցիչներ, կարելի ասել Եգիպտոսի համասներ եւ Եգիպտոսի հազիվ գողացան սրանցից, իսկ հորդան 50% արդեն այսինքն 16 ուղերձները լված կալ իսլամիզմով գործողություն ոչ մի իսլամական երկիր, ամենական երկիր պատմություն են ունելու, այսինքն այս մարդիկ ուղղակի եղծ ունեն գնալու, նրանց իրենց եղբայրները չեն։ Այսինքն մնալու են, երբ որ Իսրայելը ապահովում ռազմական գործողությունները, չնայած ասում գործողությունները Համասից կարող են ամիսներ տևել, Իսրայելի նման ռեսուրսներ ամիսներով ռազմական օպերացիա իրականացնել եւ չափազանց դժվար է նաեւ ուրեմն պահել այս տարածքները Այսինքն դժվար է, բայց Իսրայելը չի տեսնում վտանգ, որ այսպես ասենք արաբները վերադարձնելու պարագայում դա կարող է նորից դառնալ մեկ այլ ահաբեկչական կազմակերպության կենտրոն, այսինքն վերահսկողությունից պատրաստվում է հետ հանձնել այդ տարածքը։ Չեմ կարծում, թե պատրաստվում է հետ հանձնել, պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջազգային գուցե խոշոր խաղացողների հետ համընդհանուր որոշում կայացվի, թե ինչ է լինելու այս տարածքի ճակատագիրը։ Իսրայելը այն օկուպացնելու հաստատ մտադրություններ չունի, որովհետև եղել է այս շրջանը օկուպացիայի տակ բավական երկար ժամանակ, եւ Իսրայելի կառավարությունը միանձնյա որոշեց այս տարածքներից դուրս գալ եւ այնտեղ հաստատել, ասենք ներկայիս Ֆաթխի կառավարումը, հա, այնտեղ հիմա թե Ֆաթխը նորից կվերադառնա այս շրջան, դժվար է ասել, որովհետև մի անգամ արդեն Ֆաթխի զինվորներին կարողացան համասցիները սպանել ու մեկ գիշերվա ընթացքում ռազմական հեղաշրջում իրականացնել։ Արդյոք վերադարձվի այս տարածքը Ֆաթխին, հիմա չեմ կարող ասել, տարբեր քաղաքագետներ տարբեր մտքեր են արտահայտում, նույնիսկ այսօր կարդացի, որ Իտալիան դիմել է ՆԱՏՕ-ին, խնդրանքով, որ ՆԱՏՕ-ն գա այս տարածաշրջան եւ ՆԱՏՕ-ն վերահսկի սահմանները եւ ՆԱՏՕ-ն փորձի այստեղ կարգ ու կանոն հաստատել, քանի որ այլ խաղացողներ այս տարածաշրջանում չպետք է լինեն։ Հիշենք նաեւ, որ Ռուսաստանն էր, չէ՞, հիշում եք, որ Համասին Ռուսաստանը այս վերջերս ընդունեց եւ
ասենք մատնի վրա կարելի է հաշվել երկրներ, որ Խամասի պատվիրակներ են ընդունել եւ այս վերջերս Ռուսաստանն էր եւ իհարկե Ռուսաստանը քննադատում է Իսրայելի գործողությունները եւ մեր Արցախի օրինակով իրենք են առաջարկում իրենց խաղապահ ուժերը այստեղ տեղադրել։ Այո, երևի թե Արցախում խաղապահ ուժերի գործողությունները առավել կշահագրգռեն, չէ՞, Իսրայելին այնտեղ Բելոռուս խաղապահներ, սա իհարկե ասես մի քիչ կատակ, բայց նաև ինչու է ձեզ հարցնում Միացյալ Նահանգները պատաբար զենք չի վաճառել Համասին, որովհետև այսպես ասենք, եթե տեսնում եք Իսրայելի պարագայում միազնյա եւ առանց բեկումների աջակցություն Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մեր դաշնակից Ռուսաստանը միլիարդավոր դոլարների մահաբեր զենք վաճառեց Ադրբեջանի եւ դա ունեցավ իր ազդեցությունը նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ դուք երբևէ այս համեմատությունը արել եք ձեզ համար ինչու հայկական դեպքում այսպես չգործեց այդ դաշինքը Որովհետև Ռուսաստանը ի սկզբե մեզ վաճառել էր եւ հենց դրա համար էլ վաճառում էր միլիարդներով զենք այսօր բոլորը Հայաստանում շատ են խոսում հրեական զենքի, իսրայելյան զենքի մասին, բայց չպետք է մոռանալ, որ ամենակարևոր ու մեծ խմբականակը զենքի Ռուսաստանն է մատակարարել Ադրբեջանի եւ այդ ոնց որ դուք ասեցիք ամբողջ այս հարձակողական զինատեսակները, մահաբեր զենքերը, այդ սոնցեպյոկները, սմերջերը, բոլոր այդ ծաղիկների բույլը, խրիզանթեմա եւ այլն, սրանք ամբողջ ռուսական զենքեր են, որոնք փոխանցվել են, ասենք Ադրբեջանին։ Իբր Հայաստանը ունի Ռուսաստանի պրոտեկցիան, այսպես ճակերտների մեջ եւ ինձ համար ամեն ինչ շատ հստակ ու պարզ է, արդեն ամենայն դեպս 20 տարուց ավելի, որ 300 տարի մեզ 200 տարի մեզ վաճառել են, նորից են շարունակելու վաճառել, իսկ Իսրայելը որևէ բլոկի մեջ փաստացի ներգրավված չի, ունի մեկ շատ հզոր դաշնակից, սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որն էլ ասենք այնքան է աջակցում Իսրայելին, որ ամբողջությամբ փակում է եւ ռազմական ծախսերը եւ ռազմական հետագա գործողությունների շարունակությունը, իսկ Խամասի զենքերը, երբ որ նայում ենք Իսրայելի բանակի խոսնակի այդ նկարահանված վիդեո շարքը, տեսահոլովակները, որ պատմում է զինատեսակների մասին, ամբողջը ռուսական արտադրության զինատեսակներ են, այսինքն հենց այդ նույն հակատանկային RPG-ները եւ Կալաշնիկով ավտոմատներ ամբողջությամբ ռուսական զինատեսակներ են, հրթիռներն էլ կամ սեփական արտադրության են, կամ էլ իրանական արտադրության են, շատ են այս վերջերս խոսում, որ նաև կան ռուսական արտադրության բազմաթիվ հրթիռներ, որտեղից են այս ահաբեկիչներ ռուսական արտադրության հրթիռներ ձեռքցել, սա այլ հարցի մյուս կողմն է, հակատանկային հրթիռներից օգտագործում են նույնիսկ կորնետ համակարգերը, լազերային, այսինքն համակարգերով, սրանցից ունի նաև Հեզբոլլահը, այսինքն այստեղ մենք հարց պետք է տանք Ռուսաստանին, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե այս ահաբեկիչներին այսքան մեծ քանակությամբ ռուսական զենք որտեղից։ Այ Իսրայելի զենքի վաճառքի թեմայով Ադրբեջանին մեզ մոտ հարցի մեկ այլ դրվագ է շրջանցվում, ինչու 2015-16 թվականներին Հայաստանը այն ժամանակ հրաժարվել է ըստ էության իսրայելական զինատեսակ գնել, Իսրայելը հավասար եւ Հայաստանի եւ Ադրբեջանին առաջարկներ է արել եւ Ադրբեջանը ընդունել է, Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել, այսինքն նաեւ դա Հայաստանի որոշումն էր ըստ էության չգնել այդ զինատեսակները իր հաշվարկներով, օրինակ մինչև 20 թիվը 95% ռուսական զինատեսակներ են մեր բանակում, նախապատվությունը այդտեղ է տրվել, այս հարցը մի տեսակ հարցի այս դրվագը ինչ որ շատ չի պարզաբանվում, երբ որ Իսրայելին մեղադրանք է ներկայացվում զենք վաճառելու հարցով։ Շնորհակալություն ձեր հարցի համար, հիմա փորձեմ այս հարցին տալ պատասխան։ Նախ 2007 թվականից է Իսրայելը սկսել համագործակցել Ադրբեջանի հետ, սա առաջինը։ Այդ թվերին արդեն դրանից առաջ նաև Իսրայելի պատվիրակությունը եղել են Հայաստանում եւ Քոչարյանի կառավարության, այնուհետև Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ առաջարկություն եղել է, սակայն սրա պատասխան ինչ էր Հայաստանը տալու Իսրայելին, Հայաստանը Իսրայելին տալու էր բազա Իրանի նկատմամբ հետախուզություն իրականացնելու համար։ Իսկ մենք հիշում ենք այդ 90-ական թվականին, երբ որ բոլոր սահմանները փակ էին, Իրանը միակ պետությունն էր, որ մեզ աջակցեց այն
ամեն անհրաժեշտ պարագաները մենք ստացանք Իրանից, եթե հիշում եք, այսինքն այդ պետությունը հաստատի միակ պետությունն էր, որ աջակցեց Հայաստանի Հանրապետությանը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը լինելով այսպես մաքրո քաղաքական խաղ տանող երկիր, նույնիսկ Քոչարյանի ու Սերժի ժամանակ, չորոշեցին փոխել վեկտորը դեպի Իսրայել եւ ասենք զենք գնել Իսրայելից։ Պատճառաբանությունները բացի Իրանից, որ Իրանը մեծ բարեկամ պետություն է, նաև այն էր, որ իսրայելական զենքը շատ թանկ է եւ Հայաստանը ունի հարյուրավոր ռազմական տնտեսական պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության հետ եւ դաշնակիցներ են նույն ՀԱՊԿ-ի անդամ են, ԱՊՀ երկրներ են եւ այլն եւ դրա կարիքը ուղղակի Հայաստանը չունի։ Սրա փոխարեն, երբ որ Ադրբեջանը նավթային պայմանագիր կնքեց Իսրայելի հետ 44 միլիարդ դոլարի պայմանագիր, այս վճարումները մասամբ իրականացվեցին զենքի տեսքով եւ իհարկե Ադրբեջանը միշտ արիթը չէր բաց թողնում վերազինելու իր բանակ ավելի շատ նատոյական ստանդարտներին մոտեցնելու համար, ոչ թե ռուսական սովետական բանակի ստանդարտներով, որը որ ասենք պարտություն կրեց նույն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ունենալով եւ զենքի մեծ քանակություն եւ ունենալով նաեւ շատ այլ հնարավորություններ եւ նաեւ Ռուսաստանի աջակցությունը այնուհետեւ ես առաջին անգամ հայկական իրականության մեջ մինչեւ 2016 թվականը ներկայացրեցի, որ Իսրայելը 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին եւ իմ հաշվարկները ճիշտ դուրս եկան 2016 թվականի դեկտեմբերին, երբ որ Բենյամին Նեթանյահուն այցելեց քարոզիա պատերազմից հետո Ադրբեջան, Բաքու, այդ ժամանակ հենց Նեթանյահուն իր բերանով ասեց, որ 5 միլիարդի զենք են վաճառել։ Այնուհետև 2020 թվականից մինչև 2022 թվականի Արցախյան դեպքերը, գիտեք, որ 23 թվականի, չէ, 22 թվական, այս ընթացքում խոսում էին 1.6-ից մինչև 2 միլիարդ դոլար 44-ամյա պատերազմից հետո նոր զինատեսակների վաճառքի մասին կամ այն զինատեսակների պարքի թարմացման, որը բավականին օգտագործվել ու հյուծվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, խոսքը ԱԹՍ-ների մասին էր, հրետանային համակարգերի եւ տարբեր այլ զինատեսակների եւ ցավոք սրտի ձեզ նորություն եմ հիմա հաղորդելու նոյեմբերի 3-ին կնքվել է նոր պայմանագիր Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ նոր հրթիռային համակարգի այս անգամ խոսքը գնում է Բարակ MX հրթիռային համակարգի մասին, որը 3 տեսակի հրթիռներ ունի 70, 100 սկզբից 30, 70 եւ 100 մինչեւ կիլոմետր հեռավորությամբ խոցելու հնարավորությամբ եւ այս երրորդ տեսակի հրթիռները նույնիսկ տիեզերքում կարող են հրթիռներ խոցել, պատկերացրեք 100 կիլոմետր մինչեւ վերև կարող է հրթիռը բարձրանալ եւ խոցել հրթիռներ։ Սա մեկնաբանվում է, որ իբր Իրանի բալիստիկ, իբր հրթիռներից պաշտպանվելու համար Ադրբեջանը չունի որևէ միջոցներ եւ դրա համար Israel Aerospace Industries, եբրայերեն Dacia Avirit այս ձեռնարկությունից ձեռք է բերելու այդ համակարգերը։ Պատկերացրեք, երբ որ խոսում ենք համակարգի մասին, խոսքը չի գնում մեկ հրթիռի մասին կամ ինչ-որ մի քանի հրթիռների մասին, այս հրթիռները բավական թանկ են, հիմա չեմ հիշում, թե քանի միլիոն է ամեն մեկ հրթիռը, սա ռազմական գիտեք, որ գաղտնիքներ են, բայց մոտավորապես կան հաշվարկներ, թե մեկ հրթիռը մեկ տեսակի ինչ արժե, բայց երբ որ ասում են համակարգերի ձեռքբերում, սրա մեջ մտնում են նաև ուրեմն ռադարների համակարգերը, սրա մեջ մտնում են ռադիոլոկացիոն այսպես RLS համակարգեր են ասում, հա, այս համակարգերն են մտնում եւ մեքենաներ, սրանց սպասարկող համակարգ, այսինքն խոսքը միայն հրթիռներ գնելու մասին չի եւ այդ հրթիռները արձակող կայանների մասին չէ կամ դրանց քարշակների մասին, այլ ամբողջական համակարգի դրա համար այդպիսի մեծ գումարներ են Ադրբեջանի կողմից ծախսվելու։ Եվս մեկ վատ նորություն ունեմ, ցավոք սրտի, նույնիսկ լինելով պատերազմի մեջ, նույն այս Israel Aerospace Industries-ը պայմանագիր է կնքել Իսրայելի ներողություն Ադրբեջանի հետ, որ երկու ուրեմն արբանյակ հետախուզական արբանյակ է պատրաստելու եւ փոխանցելու Ադրբեջանին, եթե գիտեք,
Ադրբեջանի այս արբանյակն է, իսկ մեկ այս վերջերս ժամանակից շուտ կործանվել էր օվկիանոսում եւ սրա փոխարեն Ադրբեջանը ձեռք է բերում երկու գերժամանակակից նոր նույնիսկ լեռնային պայմաններում հետախուզության հնարավորություն ունեցող շատ լավ որակի երկու հետախուզական արբանյակ ցավոք սրտի, իսկ մենք ունենք ընդամենը երկու արբանյակ, մեկ արբանյակը իսպանական արտադրության արբանյակ է, մյուս արբանյակն էլ վերջերս մեր հայ մասնագետներն են ուղարկել, բայց ճիշտ է շատ ուրախալի է, որ Հայաստանը ունի տեխնոլոգիաներ արբանյակներ ուղարկելու, արբանյակներ պատրաստելու, բայց ասենք մեր պատրաստած արբանյակն ու Իսրայելի վաճառած արբանյակը իհարկե հասկանում ենք բոլորս, թե ինչպիսի հսկայական տարբերություններ հետախուզական ոլորտում կարող է ունենալ, իսկ մեր արբանյակային փոքրիկ արբանյակը, որ մեր մասնագետներն են պատրաստել, իհարկե տարբերվում։ Այսինքն ձեր գնահատականը այնպիսին է, որ ներկայում Իսրայելի եւ Ադրբեջանի միջև ռազմական էներգետիկ գործակցությունը քաղաքական այնպիսի մակարդակի վրա է, որ Իսրայելը Հայաստանին զենք չի վաճառի այլևս, եթե տարիներ առաջ ինչ-որ պայմաններով կտար, հիմա այլևս չի տա։ Այո, նրանք պայմանագրերում ունեն կետեր, որ երրորդ պետությանը, հատկապես հակամարտող պետությանը Իսրայելը զենք չի վաճառելու։ Ասենք գոնե այդ առումով Իսրայելը որոշակի բարոյականություն ունի, ասենք ի տարբերություն Ռուսաստանի, որ Ռուսաստանի քաղաքականությունը հարյուրամյակներով նույնն է եղել, երկու կողմին զենք վաճառել, երկու կողմին էլ հրահրել մեկը մյուսի դեմ, որպեսզի բաժանի եւ տիրի։ Սա Ռուսաստանի հարյուրամյակներով եկող քաղաքականությունն է, իսկ ասենք միայն Ռուսաստանը եւ մի քանի պետություններ կարելի է մատնեի վրա հաշվել, որ այս քաղաքականությունով են իրենց հարցերը լուծում, ասենք ազգերին սպանելով, մեկը մյուսի նկատմամբ ռևանշիստական առումներով զենք վաճառելով եւ այլն, սակայն տեսեք, որ Արցախի էթնիկ զտումներից հետո Ռուսաստանը ընդհանրապես ստանալով հարյուրավոր միլիոն դոլարներ գումար Հայաստանից, մինչև օրս չի փոխանցել մեր զենքի չափաբաժինը եւ ես այս պարագայում նաեւ մեղադրում եմ մեր կառավարությանը, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել կամ այդ գումարը պետք է հետ ստանալ շատ արագ, որպեսզի շատ ավելի որակյալ զենքեր գնվեն Հայաստանի համար, եւ գիտեք, որ ինչն է մեր համար ցավալի, որ մենք մի քանի բաստիոններ ենք ստացել Հայաստանում, ասենք այդ ֆրանսիական զրահամեքենաները ուրախացել ենք շատ, որ տեսեք ֆրանսիան բաստիոններ է մեզ տվել կամ 3 հատ ռադար է ուղղակի տվել, իսկ նմանատիպ ռադարներ Իսրայելն արդեն 10 տարուց ավելի ունի իսրայելյան արտադրության 4 տեսակի ռադարներ ունի, ել չեմ խոսում հակաօդային պաշտպանության հետ միասին գնված առանձին ռադարների մասին, ել չեմ խոսում, ասենք հակաօդային պաշտպանության խեց 3 հրթիռների եւ նույնիսկ խոսում են, որ երկաթյա պետն են արդեն Ադրբեջանի փոխանցել, ես չգիտեմ սա ճիշտ է թե չէ, կոնկրետ մինչև այսօր Իսրայելում մի քանի ադրբեջանամետ հրեաներ են այս մասին անդադ բարձրաձայնում, բայց կոնկրետ փաստեր թե երկաթյա գմբեթը փոխանցել են Ադրբեջանին թե չէ, բայց մեկ հստակ փաստ է ակնառու, որ իսրայելյան զինատեսակները հատկապես շատ մեծ գին ունեն եւ ասենք երկաթյա գմբեթի օգտագործումը կամ խեց 3, խեց 2 համակարգերի կամ բարակ MS LoRa բալիստիկ հրթիռների օգտագործումը ամեն երկիր չէ, որ կարող է իրեն թույլ տալ եւ սա միլիարդավոր դոլարների ծախսեր են պահանջում եւ սա է նաեւ պատճառը, որ եթե ունեն 44 միլիարդ դոլարի նավթի պայմանագիր, այս միլիարդավոր դոլարների պայմանագրի փոխարեն կարող են ուղղակի զենք վերցնել, հասկանում եք, իսկ Հայաստանն ինչ կարող է Իսրայելին ենթադրենք առաջարկել։ Իսրայելը փաստացի մեր դաշնակիցը չէ, Իսրայելը մեր հետ որևէ ռազմական ասենք որևէ ոլորտում լուրջ պայմանագիր չունի կնքած, բացի ասենք մի քանի թեթև այսպես տնտեսական ոլորտում համագործակցության 2015 թվականի, եթե չեմ սխալվում, Ցախի Անեգբիի պատվիրակությունն էր Հայաստանում, ստորագրեցին կրկնակի հարգման մասին այս համաձայնագիրը, այո, որ բացառում են կրկնակի հարգումը հայկական ու հրեական ապրանքների ներկրման, սակայն փաստացի երբ որ վերցնում ես ու ուսումնասիրում ես Իսրայելի այդ ստատիստիկան, թե ինչքան դրամաշրջանառություն է եղել Հայաստանի եւ Իսրայելի միջև եւ որքան է եղել, ասենք, Ադրբեջանի եւ
Իսրայելի միջև միայն զենքի ոլորտում տարեկան 1.5-ից 2 միլիարդ դոլարը միայն դրամաշրջանառություն զենքի ոլորտում է, պատկերացրեք։ Էլ չեմ խոսում, ասենք, նավթի եւ մնացած ոլորտների, վերջերս ամիսներ առաջ պայմանագիր կնքվեց նաեւ Հայֆայի տեխնիոնի հետ, երբ որ հայ-տեխ ոլորտում պետք է ցանցային անվտանգության ոլորտում հրյաները մասնագետներ պատրաստեն Ադրբեջանում Բաքվում բացվել է նման կենտրոն, որ հրյա այսպես ինֆորմացիոն տեխնոլոգիաներ եւ ցանցային անվտանգություն ապահովող մասնագետներ պետք է 10-10-ներ անցկացնեն Ադրբեջանում եւ հարյուրավոր մասնագետներ են պատրաստելու ցանցային անվտանգության, համակարգերի անվտանգության, նաեւ Իսրայելից Ադրբեջանը հատուկ ռազմական ծրագրեր է քննել, որի միջոցով հնարավորություն ունի Իսրայելից քննված բոլոր այդ համակարգերը սկսած այսպես հրետանուց վերջացրած ասենք ԱԹՍ-ներով եւ արբանյակներով կարող է կապել բոլորը մեկ համակարգի մեջ եւ ասենք մոնիտորը միացնելով հստակ կարող է իմանալ թե որ տեղանքում ինչ քանակությամբ զորք ունես, ինչ ռազմական տեխնիկա ունես եւ այլն եւ այլն։ Հիմա հարցը թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը ինչ է մտածում։ Մենք ինչպես կարող ենք մեզ պաշտպանել, մեր օդը պաշտպանել, ասենք նմանատիպ հրթիռներից Աստված մի արարցել նման հարձակումներից, սա է խնդիրը, որ ամեն անգամ ասենք նման լուր ստանալուց հետո մտածում եմ թե ի վերջո մենք որ երկրից կարող ենք գոնե հակակշիռ հնարավորություններ ձեռք բերել, մենք գտնվելով հապկում, գտնվելով Ռուսաստանի հետ ամուր թելերով կապված եւ ունենալով ռուսական այդ ռազմաբազաները, Երևանում օդանավակայանը, ունենալով սահմանապաններ, մեր զվարթնոց օդանավակայանում FSB-ի այսպես հետախույզներ եւ 102-րդ ռազմաբազան Գյումրիում, այսինքն չգիտեմ, վիճակը շատ լուրջ է, մեզ կոնկրետ կտրուկ շրջադարձ է պետք կատարել դեպի քաղաքակիրթ աշխարհ, որպեսզի ստանանք նորմալ զինամթեր, կարողանանք նորմալ վերազինել մեր բանակը նատոյական ստանդարտներով եւ կարողանանք գոնե մեր պետությունը պաշտպանել։ Հակառակ դեպքում մենք ասենք մի քանի միլիոն, 50 միլիոն, 60 միլիոն կամ հնդկական որոշ տեսակի զենքեր ենք քնել, բայց սա խնդիր լուծում չէ։ Օդը փակել է պետք, ինքնաթիռներ է պետք ունենալ, այսօր Իսրայելի հիմնական հարվածային ուժը Իսրայելի օդուժն է, ոչ թե այն ԱԹՍ-ներն են, որովհետեւ այդքան կամ Պարսենում է ասենք Ադրբեջան ԱԹՍ-ները կամ այդ բայրակթարները, սրանք խնդիր լուծող չեն։ Իսրայելի ավիացիան ամենահզոր ավիացիաներից մեկն է աշխարհում, F-35 միակ պետությունը, որ Ամերիկայից ձեռք է բերել, սա Իսրայելն է։ Եվ պատկերացրեք, հենց Գազայի գոտու առաջին օրերի յուրաքանչյուր 4 ժամը մեկ 50 ինքնաթիռ ռմբահարում էին, վերացնում էին թիրախները։ 12000 թիրախ է ոչնչացվել Գազայում, մի քանի օր առաջ հրապարակված Իսրայելի պաշտպանության բանակի մամլո խոսնակի տվյալներով։ Պատկերացնում եք 12000 թիրախ։ Եվ այս թիրախի մեջ մեկ թիրախ կարող է լինել, ասենք, Համասի մի գրոհայինի ապրած տունը կամ շենքը, որի մեջ նա ապրել է կամ որի մեջ նա ունեցել է ինչ-որ շտաբ պատրաստած։ Պատկերացրեք 12000 օբյեկտ ոչնչացվել է հիմնականում ծովային հրթիռների միջոցով եւ Իսրայելի ավիացիայի միջոցով։ Շատ հետաքրքիր ձեր ներկայացրած տեղեկատվությունը մանավանդ Իսրայել-Ադրբեջան ռազմական գործակցության մասին, եթե ամփոփելու լինենք եւ կարծում եմ չափազանց կարեւոր էր նաեւ այսպես շեղվելը, հա, Իսրայել-Համասյան այդ պատերազմից նաեւ Իսրայել-ադրբեջանական գործակցություն, բայց ամեն դեպքում ամփոփենք մեր զրույցը պատերազմը, որ հենց հիմա ընթանում է, մենք լսեցինք տարբեր հայտարարություններ, օրինակ նաև Ֆրանսիայի նախագահի կողմից, որոնք ոչ լեգիտիմ եւ արդարացում չունեցող էր համարում Իսրայելի գործողությունները, Թուրքիան եւս այսպես չափազանց հակաիսրայելական դիրքավորում ունի, անգամ միջազգային քրեական դատարան դիմեցին Իսրայելի դեմ։ Այս ամբողջ համատեքստը հաշվի առնելով դուք նաև նկարագրեցիք Միացյալ Նահանգների կողմից այդ աջակցությունը զենքի պահեստներին, թույլտվությունը, ինչպես նաև
մոտենալը Իսրայելի սահմաններն այդ ավիակիրներով, որպեսզի ճնշեն Իրանի եւ Համասի եւ Հեզբոլլահի այսպես հնարավոր միջամտությունը, ինչ կարող եք ասել, կան արդյոք ժամկետներ, կան արդյոք այսպես կանխատեսելի սցենարներ այս ռազմական գործողությունների եւ Համասը ինչքանով է այսպես անգործունյա դարձել այս պայդրությամբ եւ ուր է գնում Իսրայելը։ Ուրեմն կարելի ասել, որ հարյուրավոր գերիներ կան արդեն Համասից Իսրայելի հատուկ ծառայությունների ձեռքում եւ նույնիսկ հենց Գազայի գոտուց շատ հեռու չհեռանալով հայկական հայտարարությունը Շաբակը տեղում կազմակերպում է այս ռազմագերիների արձակնությունը, որը շատ օգտակար ինֆորմացիա է տեղեկություններ է տալիս, ասենք կոնկրետ Համասի գրոհայինների գտնվելու վայրի եւ պատանդների մասին, ընդամենը 5 պատանդ է մինչև որս ազատ արձակվել եւ 139 մարդ դեռ ներողություն 239 մարդ դերևս պատանդի կարգավիճակով Համասը պահում է իր մոտ, որպեսզի կարողանա անընդհատ գինը այս մարդկանց կյանքի բարձրացնել եւ այսպես փորձի հարմար իրեն դիրքերից խոսել Իսրայելի կառավարությանը, խնդիրն այն է, որ ասենք Իսրայելը սա Ռուսաստան չէ, երբ որ օրական 700-ից 1000 հոգի մինչև զոհեր է տալիս, նույնիսկ մարդկանց հարազատներին տեղյակել չի պահում, թե որտեղ են, ասենք հողի բաժին դարել, հա, իրենց զինվորները, իսկ Իսրայելը ամեն մեկ զինվորի, ամեն մեկ մարդու համար կենացու մահվան կռիվ է տալիս եւ պատրաստ է հարյուրավոր ահաբեկիչների բանտերից ազատել, որպեսզի հիշում եք Գիլադ Շալիդի պատմությունը եւ այնքան ժամանակ կմնան այս տարածքում մինչեւ ամբողջությամբ այս թունելները, բունկերները կարողանան մաքրել, արդեն 39 օր շարունակվում է պատերազմը, եթե չեմ սխալվում 15 թե 16 օր են նրանք գտնվում արդեն Գազայի գոտում, հասցրել են արդեն գրեթե բոլոր պետական շենքերը, հիվանդանոցները շրջափակել, պետական շենքերի մեծ մասը վերցրել են, չհանդիպելով լուրջ դիմադրության, կան որոշակի դիմադրության օջախներ, որոնք ասենք թունելից դուրս են գալիս, ենթադրենք հրեական տանկը գնում է, տանկի հետևից մի հատ բացվում է մի հատ թունել, այնտեղից ասենք մի 20 հոգի դուրս են գալիս, մարդի են բռնկվում, սրանց տեղում ոչնչացնում են, թունելը ոչնչացնում են եւ պատկերացրեք առաջին օրը, երբ որ նոր տանկերը մտել էին պատից այն կողմ, բաժանարար պատից այն կողմ, 1 կիլոմետր այդ տարածքը հետազոտելուց 150 թունելի մուտք է միայն հայտնաբերել, պատկերացնում եք 1 կիլոմետր տարածքի մեջ 150 թունելի մուտք, ու ինչքան նմանատիպ թունելի մուտքեր կան, այսինքն սա բավական մաքրելու գործընթացը բավական երկար կտևի եւ ցավոք սրտի իսրայելյան էկոնոմիկան տնտեսությունը հիմա գտնվում է կաթվածահար վիճակում, չասեմ լրիվ կաթվածահար, բայց բավականին ծանր հարված ստացավ, այստեղ մեծ խստորեն դուժեց եւ շինարարությունը, քանի որ արաբների մեծ մասը այս Գազայի գոտուց գալիս էին Իսրայել աշխատելու եւ փաստորեն այսօրվա դրությամբ ողջ շինարարական ոլորտը Իսրայելի, իսկ այստեղ սա մեծ ոլորտ է շինարարությունը, շատ հսկայական ոլորտ է տնտեսության, ամբողջությամբ կանգնած է եւ նաեւ զբոսաշրջության ոլորտը հյուրանոցների մեծ մասն է կանգնած, խոսքը գնում է, ասենք 5 աստղանի է մեծ հյուրանոցների մասին եւ թե որքան ժամանակ կշարունակեն այս գործընթացը, ասում են, կարող է մի քանի ամիսներ տևել, այս հասկացության փորձ է կատարում թիկունքի ծառայության կողմից Իսրայելի տնտեսությունը եւ դպրոցները կրթական համակարգը վերադարձնել, այս օրերին, ասենք, շաբաթական 1 կամ 2 անգամ են երեխաները դպրոց հաճախում ընդամենը 3 ժամով, այս նաեւ այն զորակոչված զինվորներին են օգտագործում դպրոցները, մանկապարտեզները պաշտպանելու համար, ասենք դպրոցները բացի ասենք 1-2 զինված պահակներից ունեն նաև լրացուցիչ ավտոմատներով զինված կամավորներ, որոնք որ ասենք զորակոչվել են եւ բաժանվել են քաղաքներում կոնկրետ իրականացնելու ասենք պաշտպանական գործունեություն եւ ամփոփելով պետք է ասել, որ Համասի շատ գրոհայիններ դուրս են գալիս իրենց փոսերից եւ թունելներից եւ տեսնում են, որ ամբողջությամբ իրենց քաղաքը ավերվել է, այսինքն այն գազան, որ իրենք պատկերացնում են, այլևս գոյություն չունի։
չունի եւ շատ արաբներ այսօր հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ այս ամբողջ ողբերգության մեջ մեղադրում են կոնկրետ Համասին, այսինքն ողջ արաբական աշխարհն էլ այսպես Համասի պաշտպանը չէ։ Ուղղակի խնդիրը այստեղ արաբ ժողովուրդն է, որ արդեն երկու օր հորդարատ անձրևներ են գալիս եւ այս վրանների մեջ ծովի ափին այսպես պատսպարված մարդիկ, որոնք չունեն տարական, ասենք, էլեմենտար պայմաններ ապրուստի, այս մարդկանց վիճակն է այսօր իրոք լուրջ, չնայած որ օրական 100 բեռնատար մեքենա մինիմում մուտք է գողացում հարավային շրջան, որտեղ տեղում կազմակերպվում է մարդկանց օգնության աջակցության գործընթացը, բայց հասկանում եք, թեկուզ 100 բեռնատար էլ օրական ներս մտնի 1.5 միլիոն մարդու հնարավոր չէ, ասենք, շատ արագ եւ օպերատիվ կազմակերպել եւ ջուր տալ, եւ հաց տալ, եւ հոգալ մարդկանց ամենատարական հոգսերը, այսինքն վիճակը գնալով ավելի է ծանրանում ձմռան մոտենալու հետ կապված։ Եվ ինչ է լինելու է արդյոք ավելի ծանր պայմաններ, ես սրանում կասկած չունեմ, ավելի է վիճակը ծանրանալու հատկապես Գազայի գոտու բնակության շրջանում եւ միջազգային ճնշումներ գնալով ավելանում է Իսրայելի վրա եւ Մակրոնի հայտարարությունները հիմնականում նման հայտարարություններ անում են եվրոպական այն պետությունները, որոնք ունեն մեծ քանակությամբ մահմեդական բնակչություն։ Չգիտեմ, տեսել եք Լոնդոնում պաղեստինցիների կազմակերպած ցույցը, այնպիսի տպավորություններ, որ Լոնդոնն արդեն պաղեստինյան կամ արաբական քաղաքի է վերածվել։ Տեսեք ինչ քանակությամբ մահմեդական բնակչություն ունի Լոնդոնը։ Ես ուղղակի զարմացել եմ, երբ որ ասում են թե 20 տարի հետո Եվրոպան ամբողջությամբ լինելու է մահմեդական, ես սրանում համոզվեցի այս ցույցերից դուրս եկած մահմեդականների քանակությամբ իրոք ահռելի քանակություն ունեն արդեն մահմեդականները քրիստոնեական երկրներում, քանի որ քրիստոնյաները մաքսիմում ունենում են 1 երեխա, առավելագույնը, իսկ արաբները, ասենք, իրենց քաղաքականությունը մահմեդական է, որ մինիմում 7-8 երեխա պետք է ունենան եւ պատկերացրեք դեմոգրաֆիական այս պատկերը 20-30 տարի հետո ինչպիսի սարսափելի խնդիրների հիմնախնդիրների առաջ կկանգնեցնի Այո, շնորհակալություն պարոն Չեռնոմորյան, մենք կհետևենք իրադարձություններին եւ նորից կխնդրենք ձեզ իրադարձությունների զարգացման պարագայում մեկնաբանություններ տալ եւ տեղեկություններ ներկայացնել։ Նորից շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր Իսրայելում գտնվող Արտյոմ Չեռնոմորյանի հետ։ Որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները։ Հաշմանդամություն ունեցող աշխատողների անվտանգությունը եւ առողջության պահպանումը երաշխավորվում են օրենքով։ Արգելվում է խտրականությունը հաշմանդամություն ունենալու պատճառով։ Աշխատանքի ծավալների կամ հաստիկների կրճատման ժամանակ հավասար պայմանների առկայության դեպքում աշխատանքում մնալու նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցող աշխատողին, հարազատին, որը զբաղվում է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողի խնամքով։ Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրածի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը։ Աշխատատեղը պահպանվում է, եթե անձը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ոչ ավելի քան 6 ամիս անընդմեջ կամ 1 տարվա ընթացքում ոչ ավելի քան 180 օր։ Հաշմանդամություն ունեցող աշխատողը կարող է դիմել գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու համար։ Խելամիտ հարմարեցումներ են աշխատավայրը մատչելի դարձնելը, աշխատանքային ճկուն գրաֆիկ սահմանելը, աջակցող սարքեր եւ ծրագրեր ձեռք բերելը, պարտականությունները վերանայելը։ Հաշմանդամություն ունեցող աշխատողի պահանջով բժշկական եզրակացության հիման վրա կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։ Արտաժամյա աշխատանքի նա կարող է ներգրավվել միայն իր գրավոր համաձայնությամբ, եթե բժշկական եզրակացությամբ արգելված չէ։ Հաշմանդամություն ունեցող աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի քան 30 աշխատանքային օր տարվա ընթացքում։